Օրդ բարին է 21 TV եթերում, իսկ դա նշանակում է, որ պետք է զինվենք բարությամբ, համբերատարությամբ, ներբանեկատությամբ ու միմյանց փոխանցենք միմիայն դրական էներգիա, արևներ ու ժպիտներ։ Թող լույսը ձեր բարի լինի, իսկ այս պայն հատուկ տեսահոլովակ արթնանալու համար գնացինք։ Ես այսօր շատ ուրախ եմ ու երջանիկ եւ ինչպես տեսնում եք իմ տաղավարը յուրահատուկ է մեր ազգային իրական տոլմայի տարբեր տեսակներով, որոնց մասին մենք այսօր կզրուցենք մեր յուրահատուկ հյուրի հետ։ Մինչ նրան ներկայացնել ուզում եմ նշել, որ հենց այս կիրակի մայիսի 24-ին ժամը 16:00-ին Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում տեղի կունենա Ուդուլի տոլմայի 13-րդ համահայկական փառատոնը։ Ինչպես գիտեք, փառատոնին մասնակցում են 30-ից 40 տաղավար, որոնք ներկայացնում են ռեստորաններ, հյուրատներ, խոհարարական ուսումնարաններ, անհատ վարպետներ Հայաստանի տարբեր մարզերից։ Եվ հենց այսօր մեր հյուրն է անհատ խոհարար Դավիթ Բաբայանը։ Բարի առավոտ Դավիթ ջան։ Բարի առավոտ Անահիտ ջան։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ։ Եվ շատ շնորհակալ եմ մեր տաղավարը գեղեցկացրել եք այս յուրահատուկ ուտեստով ու անհամբեր եմ վստահաբար մեր թիմն էլ սպասում է եթերն ավարտենք ու մենք էլ այսպես ասած համտես անենք, բայց կուզենայի առհասարակ խոսենք ձեր մասին ու ձեր գործունեության, որպես անհատ խոհարար արդեն որերորդ անգամ է որ մասնակցում եք այս փառատոնին։ Կոնկրետ Հայաստանում կազմակերպված փառատոնին մասնակցում եմ առաջին անգամ։ Ահա։ Բայց ունեմ խոհարարական 15 տարվա փորձ, ինքնույս խոհարար եմ, դրա համար ներկայանում եմ որպես անհատ խոհարար, ոչ մի ընկերություն չեմ ներկայացնում, ռեստորանային հյուրանոցային համալիր։ Ուդուլի 13-րդ փառատոնը բավականին արդյունավետ փառատոն է ինքն իրենով լինելու եւ որոշեցի մասնակցել նաեւ այդ փառատոնին հատուկ տաղավարով ներկայանալ։ Ինչպես է կոչվելու ձեր տաղավարը? Best Friends Kitchen։ Ահա, հրաշալի։ Ունենալու ենք 12 եւ ավել տեսականի տոլմաներ, հյուրասիրություն եւ իհարկե վաճառ, քանի որ փառատոնը թույլ է տալիս վաճառել եւ մենք մասնակցելու ենք մրցույթի։ Տաղավարները գնահատվելու են ըստ համի, ըստ տեսքի, մեդալներ, շնորհակալագրեր են ստանալու եւ իհարկե գլխավոր մրցանակը գավաթն է լինելու 13-րդ փառատոնի գլխավոր մրցանակը։ Դուք պայքարում եք գավաթի համար։ Ցանկալի կլինի, փորձենք ամեն ինչ անել, որպեսզի հասնենք այդ արդյունքին։ Դավիթ ջան, Ուդուլի ինչ է նշանակում, եթե գանք վերնագրից, հա, ինչու հենց այդպես։ Պատահական ընտրված չէ անվանումը, Անահիտ ջան, Ուդուլի ուրարտերեն, հին ուրարտերեն նշանակում է խաղողի այգի։ Իսկ տոլի, տոլմա, տոլի, հա, այդ բառի արմատից նշանակում է խաղողի տերև, խաղողի թուփ, որտեղից էլ հենց առաջացել է տոլմայի, ոչ թե դոլմայի անունը։ Չշփոթենք այս բանը։ Այո, այս պահին ունենք մի քանի տեսակի տոլմաներ այստեղ, որը որ դուք պետք է համտեսեք։ Պասուց տոլման, մեր ավանդական տոլման, որը հիմնական պահքի շրջանում եւ ամանորին են, գիտենք, որ բոլորի սեղաններից անպակաս է, ավանդական թփով տոլման եւ իհարկե բրնձով կամ սուտի տոլմա են անվանում, հիմնական Սյունիքի մարզի տոլման է համարվում, բանջարեղենային եւ աշտարակի տոլման։ Աշտարակի տոլման մրգերով լցոնված տոլման է, որը հենց աշտարակի տարածաշրջանի ավանդական տոլմաներին է դասվում։ Ինչ հետաքրքիր, օրինակ մրգերով երբեք չէի լսել։ Ամառայինը դե բանջարեղեններով մեզ մոտ ընդունված է։ Այստեղ սերկեֆիլով եւ խնձորով լցոնված տոլմաներն են։ Իսկ մեր փառատոնի սեղանի մոտենալով կհամտեսեք ավելի ու ավելի տեսականին ավելի շատ կլինի։ Դավիթ, քանի որ ներկայանում եք հենց որպես անհատ խոհարար, այս ամբողջը ձեր ձեռքի աշխատանքն է, այսինքն միայնակ եք պատրաստում, թե թիմ է մի ամբողջական, ում դուք ղեկավարում եք։ Օգնողներ ունեմ, իմ ընկերներն են, ովքեր որ պատրաստական են փառատոնը հավուր պատշաճի ներկայանալու։ Հրաշալի, իսկ լինում է իմպրովիզ տոլմաներ, երբ չկա այդպիսի տոլմա, բայց դուք հորինում եք։ Դա խոհարարի հատուկ բաղադրատոմսով պատրաստված տոլմաներ։ Էլ ոչ մեկին չեք հուշում այդ բաղադրատոմսը, որ դա լինի միայն ձերը։ Բացի այս տեսականուց, այդ օրը ձեր տաղավարում նաև այլ տեսակներ են լինելու։ Կլինի ձկով տոլմա, սիգա ձկով տոլմա, որը Գեղարքունիքի մարզի այսպես ավանդական տոլմաներին է դասվում։ Կունենանք սնկով տոլմա, որը բավականին էլի արաբական տոլմա կունենանք, ինքը բրինձա հիմքը, բայց համեմունքներն ավելի այսպես դեպի արաբական տանող համեմունքներ են ու էլի շատ տեսականի։ Քանի
որ առաջին անգամ եք մասնակցում, հետաքրքիր է նախորդ տարիներին ուղակի որպես մարդ, ով սիրում է, հա, գուրման է, գնացել եք մասնակցելու փառատոնին։ Փառատոններին մասնակցել եմ, բայց որպես մասնակից, որպես այցելու, իսկ նախորդ եւ դրա առաջի տարին Վրաստանում Վիրայոց թեմի կողմից կազմակերպված Տոլմայի փառատոններին եմ մասնակցել 2 տարի անընդմեջ։ Ահա, այսինքն Թբիլիսիում արդեն եղել։ Այո, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ Տոլմայի փառատոն, որին մասնակցում էին նաև Իսկ այնտեղ կային մրցանակներ, թե պարզապես մասնակցություններ։ Պարզապես մասնակցություններ։ Եկեք պարզապես դիտենք այս պայնտեսային հենց այնտեղից, թե ինչպես է անցել եւ վերադառնանք։ Հրաշալի եւ գեղեցիկ տեսանյութ դիտեցինք ու վերադարձանք։ Ես կուզեի առհասարակ խոսեինք Տոլմայի որպես ազգային ուտեստ, հա, նշանակության մասին, ինչքան է կարեւոր, որ մենք անդրադառնում ենք Տոլմային եւ այն էլ փառատոնի տեսքով։ Բնականաբար Տոլմայի կարևորությունը մեր խոհանոցում, ազգային ուտեստներում եւ մշակույթում մեծ դեր ունի։ Գրեթե բոլոր տոնական սեղաններից անպակաս է, մեր ամանորի սեղանից անպակաս է Տոլման եւ նմանատիպ փառատոններ նպաստում են տուրիստների մեծ հոսքին, մասնակցություն փառատոնին եւ Տոլմայի ավելի հանրաճանաչությանը, որպեսզի փաստի հաստատվի այն, որ Տոլման իրոք հայկական ուտեստ է։ Այո, իհարկե մերն է եւ դա դարեր շարունակ ապացուցված է եւ նման փառատոնները նպաստում են այդ ամեն ինչին։ Որպես մարդ, ով միշտ հետևել է ընթացքին ու վիճակագրությանը, գնալով ավելի է շատանում հետաքրքրվածությունը փառատոնի եւ մեր ազգային ուտեստների հանդեպ։ Իհարկե, հիմնական փառատոնները, որոնք որ կազմակերպվում են, այսինքն պարբերաբար ամեն տարի կազմակերպող փառատոններին բավականին մեծ հոսք է լինում եւ ավելի շատ է հետաքրքրությունը եւ տեղացիների կողմից եւ արդեն դրսից ժամանած հյուրերի կողմից։ Քանի որ Տոլմայից շատ խոսեցինք, կուզենայի նաև թվարկեիք ձեզ համար 5 կարևոր ազգային ուտեստները, որ սիրում եք պատրաստել ու հյուրասիրել։ Ամենաառաջինը ղափաման։ Դե բնականաբար Տոլման, ավելուկով ապուրը ինչու՞ չէ։ Վաու։ Եվ Սևանի սիգա ձկով պատրաստված ուտեստներն են շատ եմ սիրում նման ուտեստներ պատրաստել։ Ավելի շատ սիրում եք պատրաստել, թե հյուրասիրել ձեր պատրաստածը։ Պատրաստել ու հյուրասիրել։ Ես տեսնում եմ, իդեպ մի գաղտնիք էլ բացեմ, Դավիթը 3 ամբողջ գիշեր այս ամենը պատրաստել է, որպեսզի մենք այսօր ունենանք հնարավորություն մեր թիմով նաև այլելու, ինչու ոչ մեզ մի մասնիկը համարելու Տոլմայի կայանալիք փառատոնին։ Ինձ մնում է միայն գիտեք ինչ ասել, որ հաջողի եւ այն նպատակները, որ ունեք փառատոնի հետ կապված ձեր մասնակցությամբ, թող որի կատարածվի եւ ըստ արժանվույն գնահատվեք։ Իդեպ ովքեր են լինելու գնահատողները։ Հայաստանի խոհարարները, Հայաստանի խոհարարների միության նախագահան, բնականաբար պարոն Շեդրակ Մամուլյանը եւ ժյուրիներ, ովքեր որ եւ խոհարարներ են եւ հատուկ հրավիրված հյուրեր են։ Ունենալով 15 տարվա փորձ, եթե 15 տարի հետ գնանք, ինչը ձեզ ստիպեց մտնել այս համեղագույն խոհանոցը շատ սիրել է։ Իրականում շատ եմ սիրել խոհանոցը, հիմա էլ սիրում եմ պատրաստել, իմպրովիզներ անել, հաճախակի ընտանիքի անդամներին զարմացնել, ինչու՞ չէ։ Ես վստահ եմ, որ Դավիթի հետ ով ծանոթանում է, հաջորդ օրը ուզում է լինել շատ մտերիմ ընկեր, որպեսզի վայելի այս գեղեցկությունը։ Դավիթ ջան, անչափ շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ գտաք, եկաք մեր տաղավար։ Շնորհակալ յուրընկալելու համար։ Զարմացրեցիք ձեր խոհարարական հմտությամբ, վստահ եմ եթերից հետո էլ անպայման կհասկանանք, թե ինչ համեղ է այս ամենը։ Ձեզ սիրելի հեռուստադիտող միայն հուշում ենք, որպեսզի մայիսի 24-ին 16:00-ին բաց չթողնեք ամենամյա Տոլմայի այս յուրահատուկ փառատոնը, արդեն թվով 13-րդ, եւ փնտրեք նաեւ Դավիթ Բաբայանի տաղավարը։ Best Friends Kitchen տաղավարը։ Best Friends Kitchen տաղավար։ Լավագույն ընկերների խոհանոց։ Լավագույն ընկերների, այո, խոհանոցը, փնտրեք այս տաղավարը, գտեք տոլմաները, գնեք, ձեռք բերեք ու նոր համտեսեք ու ասեք ձեր կարծիքը։ Դավիթ ջան, ձեզ մաղթում եմ հաջողություն։ Շնորհակալ եմ շատ Անահիտ ջան։ Սիրով կսպասենք ձեզ փառատոնին։ Մենք էլ սիրով կսպասենք ձեզ միշտ մեր տաղավարում տարբեր ուտեստներով։ Դավիթ Բաբայան, անհատ խոհարար, այսօր մեր հյուրներ, ով մասնակից է լինելու այս հրաշալի փառատոնի։ Դուք էլ գնացեք ու մասնակից դարձեք։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր։ Բարի ախորժակ ու բարի տրամադրություն ու բարի օր բոլորիդ։